Այսօր մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը խաղաղության մասին պարբերաբար խոսում է որպես կայացած փաստ։ Ֆակտոր TV-ն ներկայացնում է 2025-ի ընթացքում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ քայլերն ու բաց մնացող հարցերը։ Երկար ժամանակ է 35 տարի իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են եւ ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի տակ որպես վկայի ստորագրությունը դրեց ԱՄՆ նախագահը։ Մի քանի օրից հրապարակվեց նախաստորագրված փաստաթղթի տեքստը։ Ըստ այդմ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Հանձն են առնում փակել թշնամանքի էջը, հաստատել դիվանագիտական, առևտրային եւ տրանսպորտային կապեր, վեճերը լուծել խաղաղ ճանապարհով, հրաժարվել միմյանց դեմ միջազգային իրավական հայցերից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Տրամպին Նոբելյան մրցանակի, խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը։ Ես համոզված եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կգտնեն քաջություն եւ պատասխանատվություն հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն, մենք շուռ կտանք առճակատման, հակամարտության, արյունահեղության էջը եւ պայծառ ապահով ապագա կապահովենք մեր երեխաներին։ Թրամփն այս տարի Նոբելյան մրցանակ չստացավ, սակայն համաձայնագրից հետո նոր թափ ստացան տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ քննարկումները։ Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի առանցքային բաղադրիչը Թրամփի ուղին է։ Այն ենթադրում է Մեղրիի տարածաշրջանով Արաքսի ափով ձգվող 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային եւ ավտոճանապարհային հաղորդակցության, ինչպես նաեւ էներգետիկ եւ այլ ենթակառուցվածքների կառուցում։ Նախագիծը, որը հավակնում է դառնալ Ասիան Եվրոպային կապող միջին միջանցքի հարավային առանցքը, նախատեսվում է իրականացնել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության միջոցով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Ինչպիսին պետք է լինի անխոչնդոտ անցումը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, գրված է փաստաթղթում։ Չնայած դրան, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իրենց խոսույթը։ Զանգեզուրի միջանցք, իմացեք, դա Հայաստանի Հանրապետության մասին չի։ Դա իրանք երկրի տարածքում ինչ անուն ուզում են թող դնեն։ Մինչ հայկական կողմն ասում է, պատրաստ են հենց այսօր ստորագրել խաղաղության պայմանագիրը, Բաքուն շարունակում է բարձրացնել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որում ըստ Ալիևի կան տարածքային պահանջներ։ Արդյոք սահմանադրության մշակվող նախագծում անկախության հռչակագրին հղումը կհանվի, դեռ հայտնի չէ։ Նախաստորագրված համաձայնագրում խոսվում է նաև միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարման մասին։ Իմ պատկերացմամբ ցանկացած բան, որը կարող է խոչընդոտ ստեղծել խաղաղության հաստատման համար ուղղակի վերացման ենթակա է։ Վաշինգտոնյան նախաստորագրումը չի հանգեցրել ադրբեջանական զորքերի դուրսբերման 2021-ից 2022 թվականների ներխուժումների հետևանքով գրաված ՀՀ տարածքներից։ Հայաստանի իշխանությունն ասում է, այդ հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում, այնինչ 2024-ին Տավուշում շուրջ 13 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումից հետո այլ հատվածներում գործընթացը դեռ գետնի վրա չի երևում։ Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է։ 2025-ին նորությունն այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները որոշել են, սահմանազատումը կշարունակվի ամենահյուսիսային հատվածից, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից։ Խաղաղության համաձայնագրի տեքստում գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին խոսք չկա։ Ադրբեջանում պահվող հայերի ստույգ թվի շուրջ տեղեկությունները հակասական են։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23-ից 33 հայ բանտարկյալի առկայությունը, մինչդեռ հայ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց թիվը գերազանցում է 80-ը։ Կարծում եմ դա արդյունավետ կլինի, այսինքն ասում եք կա 23 քրիստոնյա, որոնց կցանկանայիք դուրս բերել։ Այդ 23-ին, որովհետև ես պատրաստվում եմ նրան խնդրել դա անել։ Կարծում եմ նա դա կանի ինձ համար։ Այո, դա կարևոր է, եթե կարողանայինք, այնպես չէ։
Հայտարարությունից ավելի քան 4 ամիս է անցել, սակայն այս ուղղությամբ որևէ տեսանելի քայլ դեռ չկա։ Մինչ այդ նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ քարտուղարությունը պաշտոնապես հայտարարեց Մինսկի խմբի եւ նրան առնչվող կառույցների գործունեության ավարտի մասին։ Որոշումը կայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա, հաստատվել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների կոնսենսուսով։ Շուրջ 30-ամյա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղով բեռ եկավ։ Նոյեմբերի 6-ին Հայաստան մտավ ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ մոտ 1000 տոննա։ 2 օրից ղազախական ցորենի խմբաքանակ եկավ՝ կրկին 1000 տոննա։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով Հայաստան ուղարկել եւս 132 վագոն ցորեն։ Իսկ դեկտեմբերին Հայաստան հասավ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն։ Սոկարի AA95 տեսակի բենզինի ներմուծողները հայկական երկու ընկերություններ են՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Megatrade-ը եւ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ փոխկապակցված Shisha World-ը։ Սա երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում կնքված առաջին ուղղակի առևտրային գործարքներ։ Գնել թե չգնել շուկայականից մոտ 90 դրամով էժան վաճառվող ադրբեջանական բենզինը։ Վերջին օրերին հանրության շրջանում թեժ քննարկումներ էին։ Դեռ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանահատելու հնարավորություն երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ավելի քան 3 տարի անց Անկարան դեռ գործնական քայլ չի արել։ Տարեվերջին խորհրդանշական քայլի հավանականության մասին ակնարկեց Էրդողանը, իսկ ավելի ուշ Արարատ Միրզոյանը։ Կան քայլերը եւ աշխատանք իսկապես արվում է, բայց կհամաձայնեի ժամանակն է, որ մեծ եւ շատ շոշափելի առաջընթաց արդեն որպես փաստ ունենանք։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կբացվի 2026-ի սկզբին։ Պաշտոնյաները այս մասին թեև ուղիղ չեն ասում, սակայն Հայաստանը եւ Թուրքիան արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ եւ ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնելու մասին։ Օրինակ, սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ։ Հայաստանի հետ հարաբերությունները հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապող Թուրքիայի կողմից առարկայական քայլեր կլինեն, թե ոչ, պարզ կդառնա մոտ ապագայում, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում գոնե առաջիկա ամիսներին էական առաջընթաց սպասել պետք չէ, հաշվի առնելով Բաքվից հնչող նախապայմանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության մասով։